Բարև ձեզ հարգելի գործընկերներ, մինչև մեր օրակարգին անցնելը ես ուզում եմ պարոն Գևորգյանին դիմել հարցով Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակը եւ ինչ քայլեր ենք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։ Համեցեք պարոն Գևորգյան։ Պարոն վարչապետ, մի քանի օր առաջ քաղաքում խոշոր վթար է տեղ ունեցել, փաստորեն գազի հիմնական մագիստրալի վրա, եւ սպասարկող ընկերությունը անվտանգությունը բնակչության ապահովելու համար, որովհետեւ բավականին բարդ վթար է եղել, գազամատակարարումը դադարեցրել են քաղաքի։ Դադարեցման հետ կապված որպես դրա հետևանք խնդիրներ են սկսել առաջանալ, ջեռուցման հետ կապված հատկապես ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաեւ տարբեր ձեռնարկություններում եւ հիմնարկներում։ Նույն օրը որոնողական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը, բավականին բարդ վթար է եղել իր եւ էությամբ եւ հետևանքներով։ 3 շաբթի օրվանից massամբ սկսվել է վերականգնվել գազամատակարարումը, 3 մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաեւ զրուցելու Հայրոց գազարդի գլխավոր ինժեների հետ, եւ երեկոյան ժամը 11:30-ի կողմերը վթարը ըստ էության վերացվել է։ Եվ հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկման անհրաժեշտ ռեժիմները, գիշերվանից գազը սկսվել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում, Վանաձոր քաղաքում։ Հույսով ենք, որ այսօր օրվա ընթացքում բոլոր գազ սպառողները, ովքեր դրա անհրաժեշտություն ունեն, կարողանան գազը ստանալ։ Որպես հետևանք խնդիր առաջացավ, որ միանգամից նաև բավականին ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասը սկսեց էլեկտրոէներգիա ավելի շատ սպառել, տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով։ Լարվածության արդյունքում եւ մեծ ճնշումների արդյունքում նաև սկսեցին խափանումներ առաջանալ էներգոմատակարարման համակարգերում։ Դրանք էլ աստիճանաբար վերացվում են։ Առավոտյան մարզպետը ինձ տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային եւ պետական հիմնարկությունները առողջապահական եւ կրթական նորմալ հունի վերադառնան աշխատանքային ջեռուցումը ապահովելով։ Այս պայծրությամբ կար խնդիր ջեռուցման հետ կապված Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում, որոշ հատվածներ ջեռուցման համակարգի փոխարինելու, որոշ շենքերում չսպասարկվելու, չտաքանալու արդյունքում հոսանքի եւ գազի բացակայության առաջի հարկերում, առաջի երկրորդ հարկերում ներքին ջրամատակարարման ցանցերն են սառել։ Հայ ջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը եւ համատիրությունները, ինչպես նաեւ Հայ ջրմուղը այդ ուղղությամբ նույնպես հիմա աշխատանքներ են տանում։ Հույսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա եւ առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականon հունի արդեն քաղաքում։ Շատ լավ, պարոն Գևորգյան, պահեք այս հարցը ձեր անձնական հսկողության տակ եւ օպերատիվ բոլոր միջոցառումներ իրականացրեք, որպեսզի բնակչության համար ստեղծենք նորմալ պայմաններ կարճ ժամկետում։ Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք։ Երկրորդ հարցը, պարոն Ավանեսյան, մաքսային միության հետ է առնչվում։ Հիմա զանգվածային լրատվական միջոցները փորձում են այնպիսի տեղեկատվություն տարածել, որը իմ կարծիքով չի համապատասխանում իրականությանը, որ մաքսային միության անդամակցելը բերելու է աննախադեպ գնաճի։ Խնդրեի տալ պարզաբանում ձեր աշխատանքների արդյունքներում։ Պարոն վարչապետ, այո, մենք ունենք որոշ ուրեմն զանգվածային լրատվական միջոցների կողմից ներկայացված նման ուրեմն գնահատականներ, որոնք որ ճիշտ ասած որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ընդհանրապես ներկայացված ուրեմն ամբողջ խնդիրը բերվում է նրան, որ հսկայական ինֆլյացիա է լինելու Հայաստանի Հանրապետությունում մաքսային միության անդամակցությանը, դա ընդհանրապես այդպես չի կարող լինել։ Մեր գնահատականները շատ հստակ են, եղել են շատ վաղուց այդ գնահատականները արված, շուրջ 6-7 ամիս առաջ մենք արդեն դրա մասին խոսել ենք, որ առավելագույն ուրեմն ճնշումը ինֆլյացիոն կարող է հասնել 1.5%-ի,
եւ դրանից ավել որևէ ուրեմն ավելի բարձր ինֆլյացիա մենք չենք կարող ունենալ։ Հիմա ինչ վերաբերվում է նրան, որ մենք ունենք ապրանքախմբեր, որոնցով Հայաստանի Հանրապետությունը դիմելու է մաքսային միությանը, որպեսզի բացառություններ վերցնել, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանենք այդ հարցը, որովհետև կարծում ենք, որ ճիշտ է, որ հասարակության բոլոր ուրեմն խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես իհարկե գործարարների մասին է խոսակցությունը գնում եւ այս ուրեմն աժիոտաժը առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, քննարկում ենք մանրամասն բոլոր ապրանքախմբերը գործարարների հետ եւ այդ տեղեկատվությունը օգտագործվում է փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը, չգիտեմ, դա ավելի շատ ես կարծում եմ, որ մամուլի ուղղակի ներկայացման խնդիրներն են, սենսացիոն ուրեմն ներկայացումներ, Բան վարչապետ, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը եւ հրապարակային անընդհատ ներկայացնենք ամբողջ ցանկը ուրեմն հասարակությանը եւ հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այն ցանկը բացառությունների ցանկը կավարտենք եւ կուղարկենք մաքսային միություն, որպեսզի մենք սկսենք բանակցությունները։ Շատ լավ, այսօր կառավարության նիստից հետո զանգվածային լրատվական միջոցներին այդ բարձրաբանումները խնդրում եմ տակ եւ պատասխանեք իրենց հարցերին։ Պարոն Գաբրիելյան, ձեզ հանձնարարում եմ, որպեսզի կազմեք ժամանակացույց մեր 22 աշխատանքային խմբերը, որոնք մաքսային միության խնդիրներով են զբաղվում, հրապարակային հաշվետվություն տան իրենց կողմից կատարված աշխատանքների, թող ղեկավարները հանդիպեն լրատվական միջոցների հետ եւ պատասխանեն նրանց հարցերին եւ տան բարձրաբանումներ։ Մենք պետք է լինենք մաքսիմալ բաց ու թափանցիկ այս հարցում, եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, հաղթարման ձևը ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն է առաջի աղբյուրներից, որպեսզի այդ տեղեկատվությունը չխեղաթյուրվի։ Երրորդ հարց, հարգելի գործընկերներ, այսօր ես հայտարարում եմ նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիշում եք, մենք ձեզ հետ միասին բավականին երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ։ Այդ աշխատանքները նախապատրաստական մենք հասցրել ենք ավարտին եւ այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը։ Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրին եւ մեր օրակարգում Պարոն Գաբրիելյան, ես առաջարկում եմ ներառել այդ հարցը եւ այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որ Երևան քաղաքում մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր եւ ապահովենք մեր աշխատողներին բնակարանով, նաեւ գցելով դրան հիպոթեքային ապահովվածությունը, կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին։